Բայց կարող ենք իմանալ դուք վարչապետի թեկնածու որպես ում ընտրեցիք, այն ներքևի տողում ում գրեցիք։ Դե գաղտնի է ըստ էության քվեարկությունը, բայց մեր քաղաքական թիմի առաջնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, եւ բնական է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ 100%-ով վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, այստեղ երկրորդ կարծիք չի կարող։ Արդյունքներով 100%։ Ես արդյունքների վերաբերյալ վստահության որևէ բան չեմ կարող ասել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է եւ վերջ, այլ հարց։ Այլ ընտրանքներ չկան, որ ինչ որ սցենարի դեպքում, ասենք Նիկոլ Փաշինյանը այլ ընտրանք առհասարակ չի դիտարկում։ Ինչ սցենար։ Ինչ օրինակ։ Ինչ իրավահաջորդ։ Մենք թագավորական երկրներում չենք ապրում, ես Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը չի, որ իրավահաջորդներ ստեղծվեն։ Կուսակցությունում մի րոպե պատասխանեմ։ Կուսակցությունում մեր արդար, ազնիվ, թափանցիկ, մրցապայքարի համար ստեղծված են բոլոր հնարավորությունները։ Եվ այս ես հարցի եմ պատասխանում, հեսա ձեզ հարցի հնարավորություն կտամ։ Եվ այս մթնոլորտում բնականաբար յուրաքանչյուրն ունի իր քաղաքական վարկանիշը բարձրացնելու շատ լավ հնարավորություն։ Եվ եւս մեկ անգամ վերահաստատելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ուրեմն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն է։ Ինչ իմ վարկանիշը գնահատվում է մեր պատվիրակների քվեարկությամբ եւ ես շատ շնորհակալ եմ նրանց բարձր վստահության քվեի համար։ Որ համարի ներքո եք պատկերացնում ձեզ, օրինակ 30-յակում կլինեք, թե կարող Ուրախ կլինեմ, որ լինեմ, այս պահին ռեյտինգային քվեարկությամբ 30-րդն եմ, ինչի համար շատ հպարտ եմ եւ շնորհակալ եմ մեր պատվիրակների տված վստահության քվեի համար։ Լսում եմ ձեզ, ասացիք ինչ որ ընտրակեղծիքի մասին եք խոսում, ապա հրապարակումներ եղել, որ ընտրությունները քվեինացնում կեղծիքներում են եղել։ Ինչ հրապարակումների մասին, նախ խոսքը չլինի հրապարակ օրաթերթի հրապարակումների։ Ոչ մի Սուտ են այդ հրապարակումները, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին ընտրությունները անցնում են գեր թափանցիկ մթնոլորտում եւ որևէ խախտումներ չեն արձանագրվել։ Եթե դուք նկատի ունեք նախորդ վարչության ընտրության վերահաշվարկը, ապա մենք բազմիցս ենք դրա մասին խոսել եւ զարմանում եմ, որ դուք դեռ հարցնում եք եւ ձևակերպում եք դա որպես ընտրակեղծիք։ Դա եղել է ներողություն հարցի եմ պատասխանում։ Եղել են տեխնիկական խնդիրներ, քանի որ առաջին անգամ մենք ուրեմն փորձում էինք թվային տեխնոլոգիաների միջոցով կիրառմամբ ուրեմն հաշվարկն իրականացնել եւ եւս մեկ անգամ հաշվել ենք, որ բոլորս հանգիստ լինենք, վստահ լինենք, որ սարքը ամեն բան ճիշտ է հաշվել, այդքան բան եւ որևէ խախտման մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Մենք մի քաղաքական ուժ ենք, որը Հայաստանում վերացրել է ընտրակաշառքը, ընտրությունների կեղծման գործընթացը եւ մեր ներքին ընտրություններն առավել քան մաքուր եւ թափանցիկ են անցնում։ Լսում եմ ձեզ։ չափորոշիչները, հա, լավի ու վատի օրինակ Դե յուրաքանչյուր մարդ իր սեփական ֆիլտրներն ունի, ես չափում եմ եւ օրինակ քաղաքական գործունեությունը, քաղաքական հասարակական գործունեությունը եւ թիմի ներսում կատարված աշխատանքները, որովհետեւ ոչ միայն մենք հանրային գործունեություն ենք ծավալում, օրինակ թիմի ներսում յուրաքանչյուրս կուսակցական աշխատանք ենք իրականացնում, որը տեսանելի չի դրսի համար, բայց կուսակցականների համար տեսանելի է, հենց դրանով էլ չափում ենք։ Դիմախոսները ասում են, սա ոչ թե այսպես քվեարկությամբ, նորսոց է Նիկոլ Փաշինյանի սիրելիների, ոչ սիրելիների։ Դե տեսեք, ընդդիմությունը իր արշինով է չափում ամեն ինչ, հարգելիներս։ Պրոցեսը տեսնում եք, բաց թափանցիկ մենք հրապարակային քարոզարշավ ենք իրականացնում, պատվիրակները մտնում են փակ գաղտնի ուրեմն ռեժիմով ընտրություն են իրականացնում։ Եվ այստեղ հնարավոր չի կանխորոշել, թե ինչ կլինի, եւ հնարավոր չի դասավորել սիրելիներին եւ չսիրելիներին, եթե նման մարդիկ գոյություն ունեն։ Կուսակցությունում վարչապետը սիրելիներ եւ չսիրելիներ չունի։ Մենք բոլորս սիրելիներ ենք բոլորիս համար, բոլորիս վստահում ենք եւ մեկ ամուր մեծ թիմ ենք։ Պարոն Հովհաննիսյան, երեկվա միջադեպին անդրադառնալով։ Ինչ միջադեպ։ Ալեն Սիմոնյանի։ Հա, ես ուզում եի առանձնահատուկ անդրադառնալ, շնորհակալ եմ, որ դուք այդ հարցը տվեցիք։ Ես չգիտեմ, խնդրում եմ առանց լրացուցիչ ռեպլիկների, էլի։ Ներողություն, ես ձեր գործընկերու հարցին եմ պատասխանում։ Ես չգիտեմ, ես էի պարոն Սիմոնյանից առաջ դուրս եկել ազգային ժողովից, թե իրենից հետո էի դուրս եկել, երբ որ ես դուրս եկա հանդիպեցի տվյալ քաղաքացիներին, ովքեր ինձ տարբեր հարցադրումներ ներկայացրեցին, եւ ես սիրալիր բարեհամբույր պատասխանում էի բոլոր հարցերին, ինչը որ լիազորված է եւ գիտեի, որ կարող էի պատասխանել, եւ զուգահեռ կողքից մարդիկ սկսեցին մուննատ գալ, վիրավորական արտահայտություններ անել,
իմ հետ խոսակցության ընթացքում, չնայած ես Հասկանալի չէ ինձ զբաղված։ ներողություն։ Հասկանալի չէ։ Ես խնդրում եմ ձեզ, երբ որ ես ձեր գործընկերների հարցին եմ պատասխանում, կողքից ռեպլիկներ, լրացուցիչ հարցեր մի տվեք։ Սպասեք կպատասխանեմ, կավարտեմ։ Հետո դուք ձեր հարցը կտաք։ Ինչ էի ասում ես։ Հա, ու ինչ որ վիրավորական, միգուցե բարկացած, ես չգիտեմ արդեն, բայց ես ընդհատեցի խոսակցությունը, որտեղ զգացի, եթե շարունակվի այս խոսակցությունը, ապա լավ իրավիճակ չի լինելու եւ մարդիկ ոչ տեղին արտահայտություններ էին անում, որոնց հիմնավորումը որևէ կերպ նրանք չէին կարող տալ։ Ես ներողություն խնդրեցի, ասեցի կներեք, ես այս պահին դադարեցնում եմ խոսակցությունը, որովհետև դուք էթիկապես ձեզ ճիշտ չեք պահում, ընդհանրապես կոռեկտության սահմաններից դուրս եք գալիս եւ հեռացա այդտեղից։ Եվ ես ենթադրում եմ, որ մի քիչ երկար մնայի, միգուցե նույն իրավիճակի մեջ ընկնե, ինչի մեջ որ ընկավ Ալեն Սիմոնյանը, ես կարծում եմ այդ մարդիկ սադրանքի են դիմել եւ ես խորհուրդ կտամ, երբ որ մենք բարեհամբույր կերպով բոլոր հարցերին պատասխանում ենք, բոլոր հնարավորությունները ստեղծում, մենք հենց զուսպել ենք, ավելի հանդուրժող պետքա լինենք, այո, եւ մենք ավելի հանդուրժող ենք։ Ես ձեզ վստահեցնում եմ, ավելի հանդուրժող ենք մենք, եւ պարոն Սիմոնյանը մանրամասն խոսել է դրա մասին, արդեն անդրադարձել է դրան, ես պարոն Սիմոնյանի ասացին ավելացնելու բան չունեմ։ Նշեցիք, որ քեզ թափանցիկ են Բայց անցնում ձեր գործընկերուին հարցում էր ոնց որ։ Բայց ես հարց չէի տվել։ Լավ, լսում եմ ձեզ։ Եթե այս թեմայի վերաբերյալ է Անտուր, ես կշարունակեմ։ Ես կազմակերպեցի։ Հետորացների, հարազատները, ծնողները, պապիկները, տատիկները 6 տարի շարունակ պատկան դռները թակում են, լուրջ ունեն իրենց երեխաներից եւ արդյոք իրենց էմոցիոնալ վիճակը, բարկացած վիճակը դուք պաշտոնյաները չպետք է հանդուրժեք եւ այդ մարդկանց ի վերջո տակ են զեկույցը, որոնք իրենք պահանջում են։ Ի վերջո մարդիկ 6 տարի լուրջ չունեն իրենց երեխաները 44 օրյա պատերազմի Դա ինչ կապ ունի ձեր հարցադրման հետ անհետ կորածների Իրան տեսեք, հարգելի գործընկերներ, անհետ կորածների հարազատների հետ մշտական կապ կա, նրանց հետ մշտական աշխատանք կա իրականացվում։ Ինչ վերաբերում է մեր կողմից հանդուրժողականությանը եւ այլն, մենք առավել քան հանդուրժող ենք եւ առավել քան հոգատար ենք անհետ կորած մեր հայրենակիցների, հարազատների նկատմամբ եւ նրանց հետ հարաբերություններում, ինչպես նաեւ մեր զոհված հայրենակիցների, հարազատների, ծնողների հանդեպ եւ նրանց հետ հարաբերությունները։ Սա անհերքելի է։ Կարող են լինել տարբեր մարդիկ, որ դժգոհ մնան process-ներից եւ չի կարող գոհ մնալ մի հարազատ, մի ծնող գործընթացից, երբ որ իր երեխան անհետ կորել է։ Ինքը չի կարող, կյանքում ինքը գոհ չի մնալու որևէ process-ից։ Ես չեմ պատկերացնում աշխարհում որևէ մի իրավիճակ, երբ որ անհետ կորած երեխային գտնելուց բացի որևէ այլ բան ասեն ծնողին, ինքը գոհ մնա։ Չի կարող նման բան տեղի ունենալ աշխարհի վրա։ Եվ խորը ցավով ենք մենք սա արձանագրում, բայց ժողովուրդ ջան, մենք հասկանում ենք, չէ՞ ինչա տեղի ունեցել։ Պարոն Հովհաննիսյան, Եվ մենք ամեն բան անում ենք այդ ծնողներին եւ հոգեբանական, եւ ընկերական, եւ պետական աջակցություն տալու համար որքան որ կարող ենք եւ որքան որ հնարավոր։ Եվ մենք դա անում ենք։ Ժողովուրդ ջան, մենք խոսում ենք անհետ կորածների մասին, անհետ կորած կատեգորիան նշանակում է, որ ոչ մեկ չգիտի նրա գտնվելու վայրը եւ որպեսությունը։ Հիմա դուք եկել ասում եք, մարդիկ չգիտեն, ողջ են։ Անհետ կորած են, որտեղից իմանան։ Որտեղի ժողովուրդ ջան, անհետ կորած են, ո՞նց իմանան մարդիկ։ Ձեր տված հարցի պատասխան ես չեմ հասկանում, ինչ հարց եք տալիս։ Անհետ կորած վարքավիճակ։ խափված են, պարոն Հովհաննիսյան, իրավապահ մարմինները խափել են։ Հարգելի գործընկերներ, ներողություն, բայց խոսափողով հարցրեք, որ ձեր հարցն է գոնե լսեն, իմ պատասխանը հասկանալի լինի։ 6 տարի շարունակ մարդիկ ասում են խափված են, իրավապահները խափել են իրենց, պարբերաբար ասում են աշխատանքներ են իրականացում, ծնողները ինքնակամ են անգամ գնացել համապատասխան փաստեր գտել, իրավապահների ներկայացրել, պարբերաբար կրկնում են։ Հիմա ծնողը 6 տարի խափված լինելով կարող է եւ վիրավորի հայոյին, բայց ի պատասխան պաշտոնյայից ստանա հայոյանք։ Որևէ մեկին չի կարող վիրավորել անկախ նրա կարգավիճակից, ով ուզում է ինքը լինի, ով ուզում է լինի, եկեք սա ֆիքսենք։ Չկա որևէ կարգավիճակ, որը թույլ է տալիս մարդուն սեռական բնույթի հայոյանքներ հնչեցրել դիմացինի հասցեին։ Նման կարգավիճակ գոյություն չունի ուղղակի։ Եթե կարելի էր հասկանալ, թող հասկանային։ Ես հիմա չեմ ուզում բանալ։ Ծնող եք, դուք շատ լավ կհասկանաք։ Ես նոր դա էի ասում, չկա որևէ պատասխան,
որ կարելի է տալ անետ գորածի ծնողին կամ զոհվածի ծնողին եւ ինքը գոհ հեռանա։ Չկա դες պատասխան, որտեղ մարդը երեխա կորցրել։ Հարազատ է կորցրել։ Հարազատ Սիմոնյանն այդ մարդկանց բազմաթիվ լսել է, ես խնդրում եմ արդեն պատասխանեցի։ Լավ, ժողովուրդ ջան, հիմա դուք երկուսով նույն լրատվամիջոցն եք ներկայացնում, անարդար է ձեր գործընկերների նկատմամբ, ես լսում եմ ձեր հարցը։ Լիլիթ լսում եմ։ Պարոն Հովհաննիսյան, գնալով ոնց որ տեսնում ենք մինչև ընտրություններ այս տեսակ սադրանքները ավելանում են, ձեր կոչը հատկապես այն մարդկանց, որոնք ձեր համակիցները չեն, որոնք չգիտեմ ակամայից կամ դիտավորյալ մասնակցում մտնում են այդ ամենի մեջ եւ իրավապահների անելիք։ Նախ ես ուզում եմ ասեմ, որ չկա մի հարց, որի պատասխանը մենք չունենք։ Կարող է այդ հարցի պատասխանը գոհացուցիչ չլինի, բավարար չլինի, կիսատ լինի, դեռևս ամբողջական չլինի, բայց չկա որևէ հարց, որի պատասխանը մենք չունենք եւ որևէ հարց, որից մենք խուսափում ենք։ Ինչ վերաբերում է նրա նման իրավիճակներին, ես ամբողջությամբ հասկանում եմ, ելի եմ կրկնում հուզական, զայրացած, կորուստ ունեցած վիճակում գտնվող մեր հայրենակիցներին։ Եվ նրանց խնդրում եմ ուղղակի մնալ կոռեկտության, էթիկայի սահմաններում, որովհետև մենք մեր կողմից ամեն բան անում ենք, հանդիպումներ են կազմակերպվում եւ այդպես շարունակ։ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հետ կապված ամենօրյա աշխատանք է տեղի ունենում եւ մենք տեսնում ենք, որ վերադառնում են ոչ մեր ուզած ձևով, ոչ մեր ուզած ժամանակին, ոչ մեր ուզած քանակով, բայց մենք աշխատում ենք դրա ուղղությամբ եւ խաղաղությունն ամրացնում ենք, որ այլ ավելի հեշտ լուծվեն նման խնդիրները, որովհետեւ նաեւ անետ կորածների հետ կապված հարցերը ավելի հեշտ է քննարկել եւ հողի վրա աշխատանք իրականացնել, երբ որ կա խաղաղություն եւ կա միջավայր, որտեղ հնարավոր է առանց կրակոցների եւ առանց լարվածության միմյանց հետ հարցեր լուծել եւ ուրեմն խնդիրներ լուծել եւ այլն եւ այդպես շարունակ։ Պարոն Հովհաննիսյան, ներողություն, հա։ Երևի պատասխանեցի հա ձեր հարցին։ Ուղղակի խնդրանքս մեր հայրենակիցներին անգամ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր ունեն դիմադիր հայացքներ։ Ես խնդրում եմ բոլորին հնարավորինս լավ ուսումնասիրել, լսել բոլորին եւ ելնել ճշմարտությունից եւ որովհետեւ ճշմարտությունը այսօր ես կարծում շատ հեշտ է գտնել ամենատարբեր հարցերի վերաբերյալ, էլի ժողովուրդ։ Իրավապահները, երբ որ այդ մարդկանց օրինակ հարբած մարդուն վերցնում տանում են ոստիկանության բաժին, սկսում են ձեզ մեղադրել, որ դուք ահա ռեպրեսիաներ եք անում եւ այլն այս մասում։ Ռեպրեսիան ո՞րն է, մեր ռեպրեսիան ո՞րն է, որ Սամվել Կարապետյանն հենց ավտոբուսը հարբած բարորդ է քշում կամ տարբեր տեղերում արգելված նյութեր են միմյանց փոխանցում կամ դրա վերաբերյալ առնվազն կասկածներ կան իրավապահների մոտ, ինչ կա, այսինքն ստեղելով պետք է արվի։ Ես լսում եմ ձեզ։ Քանի որ դուք փոխանցումների մասին խոսեցիք ուժեղ Հայաստանի համապատասխան տնօրենների, դուք հիշում եք ես կառավարության հարցոպատասխանի ժամանակ վստահ եմ տեսել եք պարոն Հովհաննիսյան, անձամբ թուղթ է ներկայացրել, հա դուք կարող եք դատեք թե, բայց ես ոստիկանության եւ քննչական կոմիտեի այս մակուլատուրան, ինչպես վարչապետն է նշել, իրավապահ մարմինները այս մակուլատուրան ստուգում են։ Պարոն Հովհաննիսյան, ձեր մեքենայից հայտնաբերվել էր 0.24 դեղնականանչավուն, այո, զանգված։ Դուք ստում եք։ Ոչ, քննչական կոմիտե, ես ո՞նց եմ ստում։ Ուրեմն քննչական կոմիտենում ոստիկանությունն ես հենց հիմա ներողություն, ստոպ։ Այո։ Ես դիմել եմ դատարան ձեր այս հայտարարության վերաբերյալ եւ դուք եւս մեկ անգամ նույն հայտարարությունն անում եք եւ իմ փաստաբանները այս ձեր հայտարարությունը ես խոսում եմ, դուք չեք կարող փաստեր ունենալ մի բանի վերաբերյալ, որը սուտ է արգելիս։ Դուք հերքում եք, որ ձեր մեքենայից դեղնականանչավուն Ես ոչ միայն հերքում եմ, ես դες դատի եմ տվել ձեր այդ արտահայտության համար, ես դες ոստիկանությանը քննչականին դատի տվեք, հաստատել են երկու մարմին, հաստատել են պարոն Հովհաննիսյան, երկու Հայաստանի Հարաբերության Հանրապետության տվեք այդ թղթերը, գնացեք քննչականից ուզեք։ Հրապարակեք, եթե դուք չհրապարակեք, սուտ եք ասում։ Ես խոստանում այսօր ես համար հրապարակեմ։ Ինչ։ Ես հենց հիմա կարդացեք։ Այդ ՍՀ-ն դուք չեք կներեք, այդ 0.24 դեղնականանչավունը ձեր այստեղ գերածավորի մեքենայի մեջից բան է հայտնաբերված։ Այստեղ տես նախադասություն կա։ Ձեր ընկեր միասին չեք ներողություն, թողեք։ Այստեղ գրած է, որ ուրեմն ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկվել ԱՀ-ն եւ ԳՍ-ն։ Ահա, շատ լավ։ Ահա դուք չեք, խնդրում եմ հենց էկրանի առաջ ասեք, ահա ես եմ։ Եվ մի րոպե շարունակում ենք։
Հիմա ես Շատ բարի, պարոն Հովհաննիսյան։ եւս մեկ անգամ փաստում եմ, որ դուք ստում եք եւ ձեր լրատվամիջոցը տարիներ շարունակ իմ անվան հետ էսում հեռախոսներ։ Խնդրում։ Տարիներ շարունակ իմ անվան հետ կապված ես կիսա չթողեցի։ Այդտեղ կա գրած, որ իմ մեքենայի մեջից բանը հայտնաբերվել։ Ժողովուրդ կա։ Ուրա որ գրած է, ստում եք դուք հենց հիմա էկրանների առաջ։ Դուք էկրանների, ժողովուրդ նայեք, էկրանների առաջ ժողովուրդ օրաթերթի երկու լրագրողները հենց նոր ստեցին, ասում են ձեր մեքենայի մեջ այստեղ տես նախադասություն չկա։ Ոստիկանությունն Խնդրեմ եմ դուք կարդացեք որպես անաչառ լրատվամիջոց։ Կա այստեղ նման բան։ Ես թույլ եմ տալիս։ Մի հատ խնդրում եմ կամերաները պահեք եւ ապացուցեք, թե ինչպես են ժողովուրդ օրաթերթի լրագրողները ստում։ Պարոն Հովհաննիսյանի պատասխան ձեր 14/02/23 թվականի գրության տրամադրում ենք ՀՀՆԳ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պատասխանը 28/11/2017 թվականին ԱՀ-ին եւ ԳՍ-ին ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքերձեյթունի բաժին 05/12/2017 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքերձեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ Պարոն Հովհաննիսյան, բայց այստեղ նշվում է, որ ԱՀ-ին եւ ԳՍ-ին ապօրինի թմրամիջոց Չէ, մի րոպե, լրագրողներ ջան, հիմա մի րոպե, սա ձեր հեռախոսներ հիշում եմ կվերադարձնեմ։ Հիմա հարցս ձեզ։ Դուք պնդում եք անում, որ իմ մեքենայի մեջից ինչ որ բանը հայտնաբերվել։ Դուք պնդում եք անում, որ իմ մեքենայի մեջից ինչ որ բանը հայտնաբերվել այս հրապարակման հիման վրա։ Դուք ստում եք, որտեվ այս հրապարակման մեջ նման բան չկա։ Մեքենան է ձեր։ Ներողություն։ Չէ, ժողովուրդ ջան։ Հայտնաբերվել է թմրանյութը։ Ժողովուրդ ջան, թմրանյութը հայտնաբերվել է Այո։ մի միջավայրում, մի անձի կողմից, որը ԳՍ-ն է, եւ ինձ վրա որևէ գործ չի հարուցվել, կարճվել է։ Ինչ կապ ունի ով ում է եղել, դուք հիմա փորձում եք։ Խնդրում եմ էկրանի առաջ ասեք հանրապետական կուսակցության որ կարկառուն ներկայացուցի զանգի միջնորդության արդյունքում ձեր գործը կարճվել։ Ես մի հատ կլռեք պատմեմ։ Մի հատ լռեք եւ լսեք ինչ եմ ասում։ Ես ձեր լրատվամիջոցին շատ եմ սիրում, շատ ճակերտների մեջ։ Եվ դրա համար հիմա լռեք եւ լսեք ինչ եմ ձեզ ասում ես։ Ուրեմն 2016 թվականին ՊՊՑ գնդի գրավման ժամանակ ես միակ լրագրողն եմ, ով մտել էր ՊՊՑ գունդ։ Ես շատ եմ ուզում երկար ժամանակ ուզում եմ այս պատմությունը պատմեի։ Ուրեմն ՊՊՑ գնդից զանգեցին հանձնվելու ժամանակ մտել եք, հանձնվելու պահին դուք այդտեղ կանգնած ասում են այո։ Վիտալի Բալասանյանի Վիտալի Բալասանյանի հետ մտել ենք։ Ժորժ ջան, Ժող, ես կընդհատեմ այս զրույցը։ ՊՊՑ գնդի հանձնվելու ժամանակ ՊՊՑ գնդի ներկայացուցիչները ձեր օպերատորին ասեք թող իրան հավաք պահի հենց հիմա, թե չէ Ուրեմն հանձնվելու ժամանակ Վարժան Ավետիսյանը կապ էր հաստատել Ազատություն ռադիոկայանի եւ առաջին եմ լրատվականի հետ։ Ազատություն ռադիոկայանը չգնաց, որովհետեւ իրենց կանոնադրությամբ ահաբեկչական էին որակվում այդ գործողությունները եւ այլն թույլ չտվեցին ազատության ներկայացուցիչներն այստեղ են։ Եվ առաջին էմի օպերատորը եւ լրագրողը հանձինս ինձ, իդեմս ինձ գնացինք եւ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ, ով համակարգում էր այդտեղ այդ process-ները, մտանք եւ այլն ձայնագրեցինք Վարժան Ավետիսյանը շատ երկար կամերայի առաջ կանգնեց խոսած, երբ որ դուք հիմա մանգա գտնեք, կտեսնեք, որ բացառապես առաջին էմի լոգոներով են այդ նյութերը, որտեղ մենակ մենք ենք դա նկարել։ Հետո դուրս եկանք, ինձ նստեցրեցին ոստիկանական ավտոմեքենա, տարան Վլադիմիր Գասպարյանի մոտ, որտեղ Սեյան Օհանյանն էր, իրանց ախնանիկներն էին Նասկի մականունով եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինձ ասացին չիպը տուր, մոնտաժենք, ես ասացի չիպը չեմ տալու մոնտաժեք, որովհետև կամ ես տեղից դուրս եմ գալու եւ ասեմ, որ դուք չիպը մոնտաժել եք, կամ ես գնում եմ սա ոնց որ նկարել եմ, այդպես ուղիղ եթեր տամ։ Եվ ուրեմն, եւ այս միջադեպից հետո ես դուրս եկա, տարա ոնց որ նկարել էի, այտենց տվեցի եւ երբ որ ես հայտնվեցի ոչ ճիշտ վայրում, ոչ ճիշտ մարդկանց հետ եւ ձեր նշած միջադեպը տեղի ունեցավ։ Երբ որ մարդիկ իմացան, որ ես նույնն լրագրողն եմ, ինձ վրա քրեական գործ արեցին, ձեր ասած հանրապետականները։ Մի րոպե, սպասեք։ Եվ այդտեղ քրեական գործը հարուցվեց, բայց որ հանրապետականներն ուզեին ինձ
ուրեմն ինչ որ մի բան անեին, դուք պատկերացնում եք ինչ կանեին ընդդիմադիր լրագրողին։ Եթե մի հատ հիմք լիներ, քանի որ հիմք չկար, գործը կարճվել է, դուք էլ կեղծ տեղեկատվություն եք տար, մի րոպե, լռեք ավարտեմ։ Եվ երբ որ դուք սկսեցիք այդ դեպքի վերաբերյալ տարիներ շարունակ իմ անձը փորձել պախարակել, կապել կեղտոտ բաների հետ, այս դեպքով, որի հետ ես բացարձակ կապ չունեմ, երբ որ արդեն դուք հասակային աստիճանի, որ ուղիղ տեքստով սկսեցիք գրել կեղծ սուտ տեղեկություն, որի մեքենայի մեջ արգելված բաներ են, մի րոպե ավարտեմ, արգելված բաներ են գտել, ես դες հիմա դատի եմ տվել դրա համար։ Ես ես դատի եմ տվել։ Ես կհանդիպենք դատարանում, նենց որ ես դες խնդրում եմ եւ ձեզանից պահանջում եմ մնալ լրագրողական էթիկայի տիրույթում եւ վեճի առարկայի վերաբերյալ հրապարակումներ, գրառումներ, նոր զրպարտչական եւ վիրավորական նյութեր չգրել, քանի դեռ գործը գտնվում է դատարանում, մենք իրավական պետություն ենք եւ մենք իրար հետ դատարանում կզրուցենք դրա մասին։ Եվ բոլորը կտեսնեն, որ ժողովուրդ օրաթերթը տարիներ շարունակ սուտ եւ կեղծ նյութերը հրապարակում իմ անձը պախարակելու համար, բայց ձեր գործընկերները հիմա խանգարում են ինձ եւ ես գնում եմ։ Այ հենց հիմա ինձ պետք է նայես հարցը, ես շնորհակալ եմ, ես նվերներա ոնից տալիս եք։ Ղազարյանին պետք է ներողություն Էլի սուտ եք խոսում դուք ախր։ Նման բան վճռի մեջ չկա։ Նման բան չկա, որ ազգային ժողովի ամբիոնից։ Դուք էլի ստում եք, ախր հասկանում եք, չեք տիրապետում ձեր ազգային։ Ես նախաձեռնել որ սուտ լիներ քրեական։ Ժողովուրդ, ես